Այս Գյումրի հին պահարանը ռեստավրացիա է արված կաղնուփայտից, այս պահարանը հատուկ արված է մի լուսանկարի համար, Խրիմյան հայրիկի այս բացառիկ լուսանկարի համար։ Ինչով է բացառիկ, բա։ Նա, տեսեք, Խրիմյան հայրիկի իր մոտիկից նայեք, իր վրա գրված է, տպագրված է մեկ օրինակ եւ արտադրվել է արգելված է։ Այսինքն այն ժամանականոր լուսանկարները ինքը շատ մեծ արժեք են ունեցել, նման մարդիկ մեծությունները իրենց լուսանկարները կարևոր հյուրերին նվիրելու համար մեկ օրինագից տպագրված լուսանկարներ են նվիրել։ Եվ այս լուսանկարը ոչ միայն եւ այս միազնում, եւ չգիտեմ տանգարաններում Խրիմյան հայրիկի շատ լուսանկարներ կա։ Երբ խոսք էր գնում այս լուսանկարի մասին, մասնագետներ գնացին, արխիվները նայեցին, իրանց լուսանկարների բազաները եւ հաջորդ հանդիպման ժամանակ ասին իրոք այս հատկապես այս լուսանկարը չկա, բայց այս լուսանկարը ինքը Գյումրիի ամբողջ պատմությունն է արտացոլում իր մեջ, որովհետեւ Խրիմյան հայրիկը երբ ինքը դեռ սովորական քահանա էր եւ Օսմանյան կայսրության կողմից հետապնդվում էր, ինքը փախել է հետապնդումներից եւ ինքը ապաստանել է մոտ 7-ից 8 ամիս ինքը Գյումրիում է, Ալեքսանդրապոլում է ինքը բնակվել եւ մի ընտանիքում, Վարդիկյանների ընտանիքում։ Պղնձագործներ, չէ՞։ Այո, պղնձագործներ եւ հետագայում երբ նորից ինքը արտարացվել է եւ դարձավ կաթողիկոս, երբ որ կաթողիկոս ժամանակ այցելել է Ալեքսանդրապոլ, շատ շքեղ դիմավորվել են, այդ մասին շատ ենք նյութեր տեղադրել, Կոմիտասի հետ նա։ Այո։ Ինքը այցելել է նույն ընտանիքին եւ որպես հուշ նվիրել այս լուսանկարը։ Այս մեծադիր լուսանկարը եւ այդ ընտանիքի համար իրականում սրբություններ եւ ես խոստացել էի, որ եթե իրենք համաձայնում են չտեղափոխեն Գյումրիից, այսինքն գնում են Ռուսաստան կամ ուր, մնա եւ իրանք համաձայնում են ինձ զիջել այս լուսանկարը, ես այս լուսանկարը կպահեմ այն սրբության պես, ինչպես իրենք համարում են իրենց ընտանիքի սրբություններ։ Այս ամենը հարուստ արխիվը կամ լուսանկարային հիշողությունները եւ որ ինքը շատ հարուստ հավաքածու է, ոչ միայն իմ գնահատականն է, այլ նաեւ մասնագետների, հյուրերի եւ առասարակ ովքեր մեկ անգամ կոնե այցելել են մեր շալը եւ տեսել են ցուցադրության մի փոքր մասը, արդեն գնահատական այն է, որ շատ բացառիկ հավաքածու է, հին լուսանկարների հավաքածուն, որ հիմա այստեղ կա, ոչ միայն Հայաստանում ամենահարուստն է, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում, որ մի քաղաքի հիշողության, մի քաղաքի մասին մոտավորապես հազարավոր լուսանկարներ կան, այն էլ 100-150 տարեկան լուսանկարներ։ Եվ հարց է, եթե երկրաշարժից առաջ լիներ, արդյոք ես նման կյանք կընտրեի, որովհետև սա մեծ ջանքեր է, հսկայական գումարներ է, չարչարանք է, եւ արդյոք կգնայի այդ քայլին, որ երկրաշարժից առաջ կարող հավաքեի, զբաղվեի այդ գործով։ Եվ երկրաշարժից հետո սովորաբար գյումրեցիները դիմադրում էին մինչև 95-96 թվականները եւ մեծ հույս ունեին, որ քաղաքը պետք է վերականգնվի, պետք է վերականգնվի իրենց սիրելի Լենինականը եւ իրենք պետք է ապրեն այն կյանքով, որ կյանքով ապրել էին մինչև երկրաշարժը։ Բայց 94-95 թվականներին կարծես հեղափոխական մի վատ առումով հեղափոխական մի բան եղավ մարդկանց հոգեբանության մեջ եւ մասսայական սկսեցին արտագաղթել լքել։ Եվ այդ ժամանակ, երբ տարիներ երկրաշարժից անցել էր, երբ քաղաքը չէր վերականգնվում, ցուրտ, փողոցները քարուքան եւ այլն, տպավորություններ, որ մենք այլևս կորցրել ենք Գյումրին, մեր պատմական ավանդույթներով, հարուստ, անկրկնելի մի ամբողջ Կովկասում անկրկնելի այս գեղեցիկ հրաշքը, այս ադամանդը մենք առհավետ կորցրել ենք եւ իմ մոտ մի տեսակ տպաբան առաջացավ, ասի գոնե Գյումրիից հուշեր մնա, այսինքն հին քաղաքից, չգիտեմ, շենքերից, մարդկանց
որ նաև պատմությունը մշակույթի չկորի, որովհետև այդ թվերին նաև թանգարանները չէին սկսել աշխատել, թե դա այլ թեմա է, արդյոք թանգարանները ամբողջովին արտացոլում են այն, ինչ իրականում իրենից ներկայացնում է Գյումրին, եւ ես որոշեցի այդ պատառիկները, թանգարժեք մասունքները քաղաքից մեկտեղ հավաքել։ Եվ ինձ բացառապես հետաքրքրում էր այն ամենը, ինչ վերաբերում էր Գյումրիին, Շիրակին, որովհետև երկրաշարժը ոչ միայն Գյումրին մեծ վնասացրեց, այլ նաև Շիրակի մարզին, եւ բնականաբար Գյումրին ուներ հարուստ անցյալ եւ արհեստավորների մշակութային քաղաք, տասնյակ լուսանկարչատներ էին աշխատել, թեև հին լուսանկարներ, ասենք ցարական իշխանության ժամանակ տպագրված լուսանկարները պահպանված գտնելը կրկին դժվար է, շատ մեծ դժվարություն, որովհետև 30-ականներին, նախ 26 թվականներ մեծ երկրաշարժ էր տեսել, հսկայական արտագաղթ էր տեսել, նաև բռնություններ էր տեսել, եւ ես հիշում եմ իմ ծնողների պատմածից, որ մի հին լուսանկար, եթե անգամ 30-ականներին մեկի տանը հայտնաբերեին, հատկապես եթե զինվորական եւ այլն, այդ ընտանիքը պարզապես կակսորվեր, եթե չգնդակարեին։ Դրա համար ես առաջին հերթին զարմանում էի, թե ոնց են կարողացել մարդիկ հերոսաբար պահպանել իրենց նախնիների, իրենց ընտանիքների լուսանկարները, որ 100 տարի հետո անշուշտ սերունդ է փոխվել կամ ձեռքից ձեռք էր անցել եւ շատ դեպքերում այս լուսանկարները, որ ձեռք են բերել, ոչ թե տվյալ ընտանիքի գերդաստանին պատկանող է եղել, այլ ինչ-որ ճանապարհով իրեն ձեռք ընկած, այսինքն բնակտունն են գնել, չգիտեմ, մեկը փոխանցել է արխիվը, լուսանկարները եւ այլն, կամ արդեն չէին էլ հիշում, թե ովքեր են այդ լուսանկարներում։ Ցավոք, արդեն եթե ավելի վաղ հավաքեինք այդ լուսանկարները, հնարավորություն կլիներ նաեւ այդ ամբողջը այդ ինֆորմացիա բազան ստեղծել, թե ովքեր են լուսանկարներում։ Հիմա որ մենք հատկապես Ալեքսանդրապոլ Գյումրի խմբով անում ենք լուսանկար ենք տեղադրում եւ որևէ մեկ երբ մի բառ երկուս գրում է, մենք խնդրանքով դիմում ենք, հորդորում ենք շարունակել, ինչ գիտեն այդ լուսանկարում պատկերված մարդկանց կամ շենքերի կամ գյուղերի մասին, որ գրեք եւ երբեմն հաջողության հասնում ենք, համոզում ենք, որ մարդիկ հիշեն, ինֆորմացիան հավաքեն գրեն, որ այդ պատմական անցյալը ժառանգականությունը մնա։ Այդ առումով ես հենց այդ նպատակով ասի գոնե մի բան մնա Գյումրիից, գոնե մնա հիշողությունները եւ ոչ միայն իմ ընտանիքի, իմ երեխաների համար, այլ ես մտածում եի, որ հաջորդ սերունդները տեսնեն, թե ինչ մարդիկ են եղել, ինչ ավանդույթներով, ինչ տարազներով, ինչ պատկառելի դեմքերով։ Առասարակ եթե նկատել եք հատկապես ցարական իշխանության տարիներին եւ ընդմիջև 20-ական, 30-ական թվականները, ընդմիջև կոմունիստական իշխանության ժամանակ, այն լուսանկարները, որոնք պատկերում են իշխանությունների մտավորականների դեմքեր, պատկերացրեք հսկայական հետապնդումներ է եղել, մարդկանց գնդակահարել են անհիմն բոլշևիզմյան այդ բռնաճնշումներ են եղել, ակսոններ, բայց երբ անհամեմատելի են այդ դեմքերը մեր ժամանակների պաշտոնյաների եւ մտավորականների մեծ մասի դեմքերի հետ։ Այսինքն դեմքերից արդեն երևում է այն պատկառելի մարդը, թե ինչ պատկառելի մարդ է եղել, ինչ մտավորական, եւ նաեւ եթե հաստեն ենք ուսումնասիրում, իրոք անհամեմատելի են նրանց ներդրումները, լինեն մտավորականներ, պետական կորզիչներ, քաղաքական կորզիչներ, այդ թվում եւ կոմունիստական կուսակցություն։ Ինչ նվիրում են ունեցել, ինչ ավանդ են ներդրել երկրի, քաղաքի զարգացման համար եւ մեր ժամանակների ցավոք, որ անհամեմատելի են։ Երկու այս սրանք էլ շատ հազվագյուտ լուսանկարներ են, եթե այլ թանգարաններում կամ որևէ տեղ տեսնում եք, հիմնականում եկեք խնդրել են իմ լուսանկարների պատճեն են հանել, բայց դա չգիտեմ ինձ համար չեմ ուզում հայլում է, բայց ոչինչ, հետո խմբում կտեղադրենք, չէ՞, բան, որպեսզի բան լինի։ Ուրեմն երկու լուսանկարի մասին եմ ուզում խոսել, կանանց գիմնազիայի
Այս վերևի լուսանկարը։ Հա, կանոնց գիմնազիայի եւ Կումայրի արկելոս թանգարանն է ստեղծվել։ Բոլորը գիտեն, որ կանոնց գիմնազիան 6-րդ ներկայիս 6-րդ դպրոցում է եղել եւ մի շատ լավ ընկեր, մասնագետ, որը մեծ ավանդ ունի Կումայրի արկելոցի ձևավորման մեջ, երբ տարիներ առաջ, մի քանի տարի առաջ տեսավ այս լուսանկարը, պարզապես ապշել էր եւ գլուխներ բռնել, ասում եմ, մենք երկար տարիներ փնտրում ենք թե լավ նախքին շենքը, կանոնց օրիորդաց գիմնազիայի նախքին շենքը, որն է եղել։ Փաստորեն պարզվավ այս լուսանկարից, որ ներկայիս քույրերի Ասլամազյան քույրեր, քեշիշովների առանձնատունն էր։ Հիմա արդեն բոլորը գիտեն եւ ոչ մեկը չի խոստովանում, որ այս լուսանկարից է դուրս եկել այդ պատմական բանը, փաստը։ Եվ երկրորդը Պոլոզմուգուչի այստեղ փայլում է, բայց խոստացի որ մի այս լուսանկարը շատ տարածված, թե այնքան էլ շատ ժամանակ չէ, որ իմ ձեռքն է անցել, մի երևի 6-7 տարի կամ 6-7 տարի առաջ էր, շատ պատահական մեկի տանն է, որը պահպանված էր ամեն ինչ եւ ինքը Գյումրիից արտագաղթում են, ինքը ինձ առաջարկեցին իրերը բան ցարական իշխանության, ես ճիշտ ասած լուսանկարները չէի կարող չգնել եւ ասեց ես գիտեմ, որ մեկը Պոլոզմուգուչն է։ Դե արդեն պարզ էր Պոլոզմուգուչը որն է։ Եվ այս լուսանկարը այնքան է տարածված գրքերում, ընդհանուր թուրքական որոշակի էջեր սայթերում, երբ որ Գյումրիի մասին նյութեր կա, այս լուսանկարը օգտագործել են։ Մի երկու օր առաջ տեսանք։ Այո, գրեթե հղում չեմ հանդիպել, որ սա իմ անձնական արխիվի լուսանկարն է, ամբողջ իրավունքները պատկանում է ինձ որպես, չգիտեմ, սեփականատեր կամ եւ այլն, բայց թող հասարակությունը գիտենա, որ այս օրիգինալ լուսանկարը մեր շալեի պատին է կախված եւ մնացած բոլորը, որ օգտագործում են, վերցել են մեր խմբից կամ իմ էջից են վերցել։ Քո անձնական հավաքածուից է, բան, այստեղ մի հատ նկար կար, բայց հանել ես։ Ես հիշում եմ, էլի յուրօրինակ էր, եզակի էր Ալեքսանդրապոլի առաջի դումայի։ Այո, հա, մի քիչ հեռու տալ է։ Կազմն է, որը չկա, կարծեմ թանգարաններում էլ տեղադրված է հենց քո լուսանկարի կոպիան, հա։ Հա, ես ճիշտ ասած այդ իմացել եմ, որ դե խոստացել էին, որ հղումները կանեն, բայց չեն արել։ Ուրեմն այս էլի բացառիկ լուսանկարները, տեսեք, սա Ալեքսանդրապոլի առաջի ընտրովի քաղաքապետը եւ Դումայի անձնակազմի հենց այդ վինետկա կոչված լուսանկարն է, օրիգինալը, իմ շատ մեծ լավ ընկերեինց նվիրել իր թանկարժեք մասունքներ, բայց համաձայնեց ինձ նվիրել։ Սանոյանցի էլի տպագրատան լուսանկարն է, մեզն է, Սանոյանց էլի շատ զինագործների Ալեքսանդրապոլի, եթե նկատել եք, զենքերով իրենց համկարության լուսանկարն է։ Այս լուսանկարը ես չէի տեսել։ Հա, երկու տարբեր թվերին էլի նույն թվով լուսանկարված ունեն։ Եվ գաղթականների լուսանկարը յուրաքանչյուր լուսանկարի իր պատմություն ունի։ Սա էլ, եթե նկատես, ջան, այս լուսանկարը թե մենք օգտագործել գրել ենք այս մասին, սա պոլիգոնի շենքերն է, հայտնի կազարմաներն է, բայց շատ կարևոր մի բան կա, այս լուսանկարից ինչ է խոսում։ Տեսեք, եթե ուշադիր նայեք, վառված շենքերը տարբեր նորոգում են, կապիտալ նորոգում են։ Սա բոլշևիկյան շրջանում 20-ականների լուսանկար է, այսինքն երբ մենք խոսում ենք եւ գիտենք, տեսեք, եթե մուրը կա, որ այրված շենքեր են, որովհետեւ թուրքերը որ մտել են, ճիշտ է, իրանք օգտագործվել են որպես մի մասը որբանոցներ, երբ որ ռուսները Հայաստանից գնացին, ռուսական բանակը եւ ցարական բանակը հեղափոխության պատճառով օգտագործվում էին որպես որբանոցներ։ Սա շատ հայտնի փաստ է, բայց նաեւ կա պատմության մեջ, որ թուրքերը մտնելով Ալեքսանդրապոլը գրավելով, ոչ միայն կողոպտել են եւ այլն, որոշակի շատ շենքեր նաեւ այրել են, հերկիզել են։ Եվ սա նաեւ ապացուցում է, որ հերկիզված շենքերը
որ հիմա նորից 100 գոր ռուսական ռազմաբազան է, բոլշևիկյան իշխանությունները կապիտալ վերանորոգման են ենթարկել, սրանք են օրիգինալ լուսանկարներ, որտեղ ես հիմնականում հավաքում եմ օրիգինալ լուսանկարները, այսինքն կոպիաներ, բաներ, ճիշտ է, մեր մոտ կան, բայց շատ դեպքերում մենք չեմ օգտագործում դրանք։ Դե դրանով էլ բացառիկ է, հա, որ օրիգինալ լուսանկարների ամենամեծ հավաքածուն կարելի է ասել նաև։ Ես չեմ պատկերացնում, որ այդտեղ մի քաղաքից Ես չգիտեմ, 1500 օրիգինալ լուսանկար ոչ պետական մասնավոր։ Այո, մասնավոր հավաքածուն։ Լուսանկարները ամենակարևոր դետալներն են մեր պատմական իրավիճակի արտացոլման։ Ոչ մի բան այդ թվերին զարգացած չի եղել, տեսագրության հնարավորություն չի եղել, հետո ազատությունը, գրագիտությունը այն բարձր մագարտակին չի եղել, որ մարդիկ կարողանան ազատ գրի առնել այն ամենը, ինչ կատարվում էր, ավանդույթները, մշակույթը եւ այն։ Դրա համար լուսանկարները, հին լուսանկարները անփոխարինելի են, որովհետեւ հին լուսանկարների մեջ արտացոլվում է այն ամենը, ինչ եղել է այդ ժամանակներում, մեկ այլ փոխարինող բան չկա, չես կարող եւ մամուլը որոշակի կարող է իրավիճակների մասին արտացոլի, բայց մամուլը էլի լրագրողները կարող են իրենց անձնական կամ մամուլը իր քաղաքական կողմնորոշմամբ, հետո մամուլը այդ թվերին բնականաբար այն ազատությունը չի ունեցել, որ կարողանալ այն ամեն արտահայտել, ինչ իրականում եղել է։ Դրա համար լուսանկարները լավագույն միջոցն են, որ կարող են այդ մեր անցյալը արտացոլել եւ անկրկնելի են եւ հիմա մեր նաեւ հնարավորությունները արդի տեխնիկայի որ թվայնացում եւ այն տալիս է որ դա հավերժ կարող է մնալ եթե չհավաքենք պատկերացնում ես ես առանց չափազանցության մոտավորապես 1500-ից 1600 լուսանկար հին ցարական իշխանության ժամանակ լուսանկար միայն մի քաղաքում այն քաղաքում որը տեսել է երկու երկրաշարժ տեսել է հսկայական արտագաղթ եւ նաեւ բռնաճնշումներ, որ ասում եմ մի լուսանկարի համար հնարավոր է մարդկանց, չգիտեմ, գնդակարեն կամ աքսորեն, բայց այդ մարդիկ պահել են այդ լուսանկարները եւ եթե 90-ականներին ես իհարկե ցավում եմ, որ մի քիչ շուտ չեմ սկսել, բայց կարծում եմ այնքան էլ ուշ սկսեցի հավաքել, որ հիմա չէին կարող հավաքել, որովհետեւ շատ բան դուրս կգնար անշուշտ եթե մի քիչ շուտ կարողանայինք հավաքել անմիջապես երկրաշարժից հետո մենք կարողանայինք նաև հիմնարկությունների, ձեռնարկությունների, կրթական օջախների արխիվային լուսանկարների ալբոմները, որովհետև խորհրդային միության ժամանակ պարտադիր պայման էր ցանկացած հիմնարկ ձեռնարկություն ուներ իր թանգարանները, իր լուսանկարչային ալբոմները, որտեղ սկզբնավորումից մինչև իրենց այդ մեր օրերը, այսպես ասած, ամբողջը արտացոլված էր։ Եթե մենք կարողանայինք այդ ամբողջը հավաքել, մենք հսկայական հարստություն կունենայինք, մասնիկներ, որ հիմա հատկապես խմբով դերիճան դու կամ ես անում ենք, հավաքում ենք կամ կոպիա ենք անում, մի տեղից գտնում ենք դրսերի, չգիտեմ, եւ այդ ամբողջը ներկայացնում ենք հանրությանը, որովհետեւ եթե չես ներկայացնում հանրությանը, որովհետեւ ես գիտեմ, որ հիմա օրինակ մի քանի արխիվ կա, որ ման եմ գալիս Գյումրիում, այգու շինարարության արխիվը, որ մեկի մոտ պահպանվել է, իմ անունազգանը չեմ հիշում, կամ մյուս գործարանների, չգիտեմ, հարուստ արխիվներ, որտեղ մարդիկ կարող են հնարավորություն չունեն լուսանկարվելու, բայց հիմնարկ ձեռնարկությունները լուսանկարում էին, գյուղերը լուսանկարում էին, գյուղերի աշխատողներին լուսանկարում էին, բայց այդ արխիվները մենք եթե ժամանակին կարողանայինք հավաքել, հիմա մենք ունենայինք ամբողջ պատկերը եւ հարուստ պատմական հիշողություն, պատմական փաստաթղթեր կունենայինք։ Այսինքն իմ սխալներից ասում եմ եղել է ուշ եւ կենտրոնացել եմ Գյումրիի վրա, բայց իմ հնարավորություններ չեմ ունեցել, որովհետեւ հսկայական ծախսել, հսկայական էներգիա, հսկայական ժամանակ է պահանջել յուրաքանչյուր լուսանկարի համար։ Ես կեսկատակ լուրջ ասում եմ ինգենես, որ ով ուզում է արդեն քաղաքում որոշակի բարձր քնովից լուսանկար վաճառել, բանը ասում ես կտանեմ վերնիսաժ կամ կողարկեմ արտասահման։ Այդ դեպքում երբ որ իմ ընկերներին ես նույնիսկ Ամերիկայից մենք միասին ընկերներից խնդրել ենք որ ամերիկյան աջուրտներից Գյումրիին պատկանող
Գյումրին արձացոլող բացառիկ լուսանկարներ գնեն եւ ուղարկեն հետ իր ծննդավայրը Գյումրի։ Մենք այսինքն դրսից եւս ոչ միայն կանխել ենք գաղթը, պատմական մեր պադարիկների հիշողությունների շատ կարևոր փաստաթղթի, այլ նաեւ դրսից կազմակերպել ենք դրանց ներգաղթը իր բնորան քաղաք։ Այ եթե մենք կարողանայինք այդ ամբողջը հավաքել, կամ եթե մարդիկ օրինակ շատ ցավալի երևույթ էր տարածված խորհրդային եւ հիմա էլ շատ գյուղերում կա, քաղաքում չգիտեմ կա թե չէ, որ հին լուսանկարները եւ որոշակի նաեւ գործիքներ պատմական, որ մարդը մահանում է իր հետ թաղում են։ Հասկանաս, դա նշանակում է մարդու պատմությունը դու ավարտում ես իր ֆիզիկական մահով։ Այսինքն հիմա որ ասում են մենք նրանք հիշենք, կենացներ են ասում, մենք միշտ կմնա մեր պապիկը, տատիկը կամ չգիտեմ ինչ, մենք Սարդարապետի հերոսամարտի մասնագից շիրակցիներ, գյումրեցիներ ընդամենը կարողանում ենք հայտնաբերել 70-ականներին արված մի հատ անձնագրի լուսանկար։ Բայց այդ մարդը հաստատ լուսանկարներ, փաստաթղթեր, ձեռագրեր ամեն ինչ ունեցել է։ Բայց մեզ այդ վատ սովորությունը, որ հերը թաղել են կամ չեն պահպանել կամ չգիտեմ վառարանն են վառել, մենք կորցրել ենք մեր պատմական այդ հիշողությունը, մենք կորցրել ենք կարևորագույն պատմական փաստաթղթեր։ Հիմա եթե չէի հավաքի 30-ը արդեն 32 տարի։ Այս պատկերացնում մի շիշ կլիներ։ Հիմա շատ թանգարաններ, որ ինձ բանը հաստատ մենք ավելին կա, բայց դա ոչ թե մենք ուզում ենք բարձրանալ եւ ավելի լավ պահպանված, այսինքն որ չկա մի տեղ, որ լուսանկարները այդքան խնամքով պահպանեն, կան մեր մոտ։ Շատ ծանր սև, չհրկիզվող պահարան կամ չգիտեմ արգը ոնց է կոչվում, նորից մեր քաղաքի պատմությունն է, մոտավորապես 1860-ականների պատրաստված ինքը եւ զանգով նույնիսկ եթե ես փորձել եմ նման օրինակը գտնել, թե ռուսական, ինքը ռուսական պատրաստված ֆիրմա է, ֆիրմայի կողմից պատրաստված է անհատական բանալիով եւ այլն, որը ելի նորից լուսանկարներ է պահպանում այս սեյֆում, բայց ինքը զանգով բանալին եւ եթե նայեք, ինքը ունեցել էր գաղտնի բանալիներ, որ մի հոգի չի կարող բացել, միաժամանակ մի քանի հոգի պետք է աշխատեն։ Ժամանակակից բանկերի բաները, բունկերները որ կան։ Բայց սա եղել է, քանի որ գիտեմ, թե որտեղից սա, էլի շատ լավ ընկերներ, որ տարբեր տեղերից ուզում էին տանել Գյումրիից, այնուամենայնիվ իրենք որոշել էին, որ ոչինչ, թող իրանք մի փոքր քիչ գումար սրանով վաստակեն, բայց մնա Գյումրիում եւ իրենք զիջեցին ինձ։ Ես միշտ ամեն օր երախտապարտ եմ, որ մնաց, բայց սա երբ ռուսական բանակը նոր եկել է տարածաշրջան, սա եղել է իրենց դրամական կասան, իրենց ռուսական բանակի զինվորների աշխատավարձերի կամ այլ գումարների ոսկիների պահպանման գործարանի անունն է, հա։ Հեղինակի անունն է, հեղինակային շատ հեղինակային է։ Եվ ունի եւ զանգով զանգ է տալիս եւ մի քանի բանալիներ ունի եւ նաեւ պետք է սեղմես այս կողքերը պետք է եւ աջ կողմից եւ ցախ կողմից սեղմի որ կարողանաս բացել։ Դրա համար բանը սա շատ լավ եւ ես ուշադրի հետեւել եմ կամ ուսումնասիրել եմ, փորձել եմ գտնել օրինակ իր փոքր տեսակը կար զինվորական թանգարաններում Ռուսաստանի կային, բայց այս մեծության եւ այս ծանրության մոտավորապես 300-350 կիլոգրամ է, ես չեմ հանդիպել նույնիսկ համացանցում։ Биш չի որ դրան ֆինանս է բերում կամ դրանով ես չգիտեմ ինչ եմ շամ, արվում է զուտ մեր քաղաքի, մեր ժողովրդի զուտ հայրենիքի պահպանման համար։ Մի բան ասեմ, առհասարակ արաբ պատմաբաններ են, հիմա չեմ հիշում ով էր ուղեկցեց այստեղ, եւ Շալեի շենքը մտնելուն պես եկան տեսան, մի քիչ խոսեցինք, երկու բան ասեցին, ասին առաջին եթե պետությունը մի քիչ հոգատար
համակարգ լիներ, ունենար առասագիտե պետություն լիներ, պետք է գային անմիջապես այս շենքի վրա, որ դու ես կառուցել, քո մտահղացումը, ճարտարապետությունը ամեն ինչ կոնը, բայց սա այլևս ազգային արժեք է, մասնիկ է, քեզ չի պատկանում։ Եվ պետք է անմիջապես ցուցանակ խփեին, որ սա պահպանվում է պետության կողմից, դու սեփականատերը կառուցող լինելով հանդերձ չկարողանա այդ մատով կպնել։ Երկրորդ ասում է հետարքիր բանը, այսի որ արես պետության կողմից։ Պետական հիմնարկություններ, ինստիտուտներ պետք է աշխատային այս ամբողջի վրա։ Մարդն է արել։ Եվ ասում է շատ դեպքեր, երբ ուսումնասիրում ենք, այն պետությունները, որտեղ պետական համակարգը թույլ է, լինում են անհատներ, որոնք վերցնում են պետության ֆունկցիաներ են իրականացնում։ Եվ հայ ժողովուրդը ունի այդ ֆունկցիաները, հայ ժողովուրդը ունի անհատներ, հզոր անհատներ եւ մեր այս գոյատևման այս դժվարին ժամանակների գոյատևման հիմնական բանալին հենց այդ անհատներն են։ Թանգարանների մասին չեմ ուզում շատ խոսել, բայց թանգարանները չեն արտացոլում մեր հարուստ պատմությունը, որը մենք ունենք։ Նախ հասկանում եմ, որ թանգարանների մեզ միակ թանգարանը, որը կարող է արտացոլել, մենք այդ մասին միասին կարծիք ենք հայտնել, խոսել ենք, դա կարող է լինել երկրագիտական թանգարանը, որը ունի հարուստ հավաքածու Կումայրի, չգիտեմ, Շիրակի, սկզբնավորման, հազարամյա պատմության մասնիկներ ունի։ Եվ կարող էր այդ ամբողջը ներկայացնել ցույց տալ, որ մենք ընդամենը ռուսների գալուց հետո ձևավորված մարդիկ չենք, մենք ճիշտ է վերադարձել ենք տարածաշրջան, բայց դրանից առաջ մերն է եղել, մեզ ստիպել են գաղթել, ստիպել են լքել մեր հայրենիքի մի մասը կամ մի փոքր խումբ հայրենիքներ են հայեր են մնացել, բայց մենք վերադարձել ենք, ոչ թե մենք եկել ենք, քոշվորներ ենք, չգիտեմ ինչ, այլ մենք վերադարձել ենք մեր պատմական հայրենիքը եւ միայն այդ թանգարանի մասունքները կարող էին այդ ամբողջ պատմական շերտը կամ ճանապարհը ցույց տալ։ Իսկ մնացած թանգարանները չեմ ուզում վիրավորել, բայց շատ հյուրեր, որ գալիս են Գյումրի, մեր հյուրերը, մեր ծանոթները, որ գալիս են ինձ այդ զրուցում, ասում են շշմելու աղքատիկ է այս թանգարանները եւ մենք չէինք պատկերացնում, որ նման հարուստ պատմաճարտարապետական միջուկ ունեցող, մշակույթ ունեցող, նման մարդիկ տված համաշխարհային մշակույթին, նման մարդիկ տված քաղաքը նման խեղճ ու կարակ թանգարաններ ունենային։ Թանգարանների շենքերը գեղեցիկ է, ձևավորումը գեղեցիկ է, բայց իրենք չեն արտացոլում մեր քաղաքի անցյալը, չգիտեմ, ներկան, պատմական այն հեռավորությունը, որը մենք ի նկատի ունենք։